Բարդես Factor TV հյուրը քաղաքական գործիչ Անի Սամսոնյանն է, բարդես։ Ինչպես եք նկարագրում թեժ ամառը քաղաքական Հայաստանում, ինչ է տեղի ունենում ձեր ընկալմամբ, մանդատները ընդդիմությունը վերցում է, իդեպ վերցում է նաև այն մանդատները, որոնք ըստ տարբեր կարծիքների ԲՀԿ-ինը պետք է լինեն, այդ մեկական երկու ընդդիմադիր ուժ մանդատ կվերցնի, 3-ը ԿՊ-ն կվերցնի, եթե իհարկե ԲՀԿ-ն անցներ, նրան կպատկանար այդ մանդատները, ինչ եք դուք տեսնում հիմա։ Ես չէի ասի, որ թեժ ամառը, կարծում եմ թեժ ամառը ավարտվեց արդեն, եւ բոլորը, այդ թվում նաեւ ընդդիմությունը գոհ է արդյունքներից։ Լուրջ։ Այո։ Հակառակ դեպքում մենք կտեսնեինք իսկապես թեժ ամառ քաղաքական process-ներով եւ կկրկնեմ Փաշինյանին, եթե ընդդիմությունը իսկապես վստահ էր, որ իր ձայները գողացել են կամ եղել են կեղծ ընտրություններ, իրենք կփորձեին դա պաշտպանել։ Բայց մենք չենք տեսնում ոչ նա, ոչ մյուսը, տեղի ունեցավ ընդհանրապես իրավական գործընթաց, ՍԴ-ում բարձր վարձատրվող փաստաբանները ցույց տվեցին իրենց ռետորական արվեստը եւ ՍԴ-ն կայացրեց որոշումի օգուտ իշխանության, այդպես էլ պիտի լիներ եւ ավարտվեց բոլոր քաղաքական process-ները։ Բայց մենք բարձրագույն լոզունգների ներքո ենք ապրում, չէ՞, ամիսների շարունակ։ Հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյան, չգիտեմ, Փաշինյանին մնաց 5 օր, 4 օր, 3 օր, այնչու դա տեղի չունեցավ։ Ընդհանրապես ընտրություններում քաղաքական ուժերի ինքնախապեյության գործոնը միշտ մեծ է լինում, հատկապես նոր քաղաքական ուժերի, եւ դու նոր ես մտում ընտրությունների մեջ, դու կարող ես քո շրջապատին համոզել, որ օրինակ դու կբերես 100,000 ձայն, բայց դու անգամ պատկերացում չունես, թե ինչ է նշանակում 100,000 ձայն։ Հասնել 100,000 հոգու եւ համոզել, որ քեզ ձայն տա։ Եվ մարդիկ, ովքեր մտածում էին, որ իրենք ունեն բարձր ռեյտինգ եւ այդ 100,000-ավոր ձայները իրենց գրպանում դրած է, իրենք զբաղված էին ինքնախապեյությամբ։ Բայց ոչ միայն իրենք, խնդիրը այն է, որ օրինակ նոր ստեղծվող քաղաքական ուժերի կողքին չկային adekvat քաղաքական մարդիկ, որ իրենց օդից իջեցնեին ամպերից եւ ասեին ոչ, այդ ձայները ձեր գրպանում դրած չեն եւ իշխանությունն էլ գետնին գցած չէ։ Ձայների արժեքը այս ընտրություններում գիտեր միայն Փաշինյանը, այդ իսկ պատճառով ընկած հատիկ-հատիկ այդ ձայները փորձում էր հավաքել։ Ինչու նրան հաջողվեց դա։ Չէ՞ որ օրինակ Արցախի կորուստը ամենադաժան բանն էր, որ կարող էր տեղի ունենալ հայաստանյան պատկերացումներում, թե արդեն չէ։ Նախ ես պետք է նշեմ, որ ոչ մեկ իրականում չի հաղթել, ոչ իշխանությունը, ոչ էլ ընդդիմությունը չկարողացավ վերցնել իշխանությունը, իսկ իշխանությունը ստիպված գնաց կեղծիքների, որպեսզի ունենա 3/5-ը։ Օրինակ, երբ մենք խոսում էինք երրորդ ժամկետի մասին, ցանկացած ղեկավարի նաև խնդիրը դրանում էր, որ երրորդ ժամկետը իրագործելու, ընտրվելու այդ ժամկետը իրականություն դարձնելու համար միշտ խնդիրներ են առաջանում, այսինքն դու պետք է դիմես կեղծարարությունների, դու պետք է դիմես ճնշումների, որպեսզի այդ երրորդ ժամկետը դու ունենաս։ Դա այն էր, ինչ արեց Փաշինյանը։ Ինչ վերաբերում է Արցախին, ես կարծում եմ, որ ժողովրդի համար Արցախը այլևս անցյալում է։ Ժողովրդին հետաքրքրում են այսօր սոցիալական, տնտեսական բարիքները, իրենց խաղաղ կյանքը։ Իշխանությանը հաջողվել է համոզել, որ կա խաղաղություն, իհարկե չկա այդ խաղաղությունը եւ առաջիկայում ժողովուրդը կտեսնի, որ դա ընդհանրապես նախընտրական փուչիկ էր։ Եվ այդ ամենը գործոն եղավ, որպեսզի Փաշինյանը հավաքի մեծամասնություն չունենա ոչ 2/3-ը, ոչ 3/5-ը, 3/5-ն էլ այսօր ունի, որովհետև Բարգավաճ Հայաստանից անարդար կերպով խլեցին իրենց մանդատները։ Եվ դա իրողություն է, Հայաստանի պատմության, անկախ պատմության մեջ եղել են դեպքեր, որ իշխանությունը ավելացրել է իր թիվը, հա, կեղծարարություններով, բայց որ որևէ քաղաքական ուժից խլեն այսպես իրենց մանդատները, նման դեպք մենք չէինք ունեցել։ Եթե լսենք ընդդիմությանը 3 ուժերի հատկապես Ուժեղ Հայաստան, Հայաստան Դաշինք, նաև Ծառուկյանի ուժը առաջիկա տարիները, հատկապես առաջին երկուսն են սա ընդգծում, լինելու է ընդդիմության տարածման, ամրացման, կոնսոլիդացիայի փուլեր, Նարեկ Կարապետյանի ակնարկն այն էր, որ գնանք թիմերում հաղթենք,
տեղերում ազդեցություն ձեռք բերենք, քանի որ Փաշինյանը հենվել է թիմերի վրա եւ դրանով շատ ձայներ է հավաքել, այսինքն ես այդպես հասկացա, կարող է սխալվում եմ, որ 31 թվին, այսպես ասենք, պատրաստվենք, հա։ Բայց արդյոք ձեր ընկալմամբ առաջիկա տարիներ լինելու են հենց ընդդիմության, այսպես արմատավորման, ուժեղացման տարիներ, չէ՞ որ Փաշինյանը իր նպատակը չի թաքցնում, ջախջախել քրյա օլիգարխիան, իսկ ովքեր են այդ եռագլուխ քրյա օլիգարխիկ կուսակցության գլուխները, նա ամեն օր ասում է այդ մասին։ Նախ գնալ մի պարլամենտ, որը դու վիճարկել ես որպես ոչ լեգիտիմ, վիճարկելուց հետո դժգոհ ես Սահմանադրական դատարանի որոշումից եւ գնաց վերցնես մանդատները, դա նշանակում է, որ դու լեգիտիմացնում ես այդ պարլամենտը եւ Փաշինյանի իշխանությունը։ Նկատի ունեք ընդդիմությանը մանդատ վերցրած։ Այո, եւ Հայաստան դաշինքը եւ ուժեղ Հայաստան դաշինքը։ Երկրորդ, օրինակ, ուժեղ Հայաստան դաշինքի ընտրողները ինչու չեն ուզում, որ իրենք վերցնեն մանդատները։ Որովհետև ժողովուրդը այդ մարդիկ ավելի լավ գիտեն, թե ինչ է լինելու ուժեղ Հայաստանի հետ պարլամենտում, քան իրենք են պատկերացնում, հասկանում եք։ Ես հասկանում եմ։ Իսկ ինչ է լինելու։ Կրկնվելու է նախորդ 5 տարվա սցենարը, այն սցենարը, որը մենք տեսանք, որովհետև նույն ինքնավստահությամբ 21 թվին Հայաստան դաշինքը գնաց պարլամենտ, էլ իմպիչմենթ էին անում, էլ դիմադրության շարժում էին անում, էլ 1001 տեսակ ծրագրեր էին ներկայացնում, հա, որպեսզի արդարացնեն, թե ինչու են իրենք հիմա վերցնում իրենց մանդատները։ Հիմա նույն գործողությունները, նույն սցենարի կրկնությունը անում է ուժեղ Հայաստան դաշինքը։ Ասենք, ես չգիտեմ մարդ, ով ունի գաղտնի պլան եւ հայտարարի, որ ինքը ունի գաղտնի պլան։ Դա ինձ համար պարզապես փորձում են իրենք հանգստացնել իրենց ընտրողներին, որպեսզի արդարացնեն այդ մանդատներ վերցնելը։ Որ ամեն ինչ կորած չի, այսպես ասած։ Այո, որ ամեն ինչ կորած չէ։ Մտածել ենք եւ տրիգերների ենք սպասում։ Ես 100%-ով պեսիմիստ չեմ իրենց պարլամենտական ճակատագրի հարցում, դա կախված է լինելու, թե որքանով իրենք, որպես ուժեղ Հայաստան դաշինքը, կկարողանա կայանալ ինստիտուցիոնալ կերպով, որտեղ հիմա այդ դաշինքը պարլամենտ է գնում տարբեր տեղերից հավաքված պատեհապաշտ թեկնածուներով։ Եթե ուժեղ Հայաստան դաշինքին հաջողվեց այդ անձնակազմից, հա, այսպես ասեմ, ցուցակից ստեղծի ուժեղ ինստիտուցիոնալ քաղաքական ուժ, որը կունենա կոնկրետ ռազմավարություն, ոչ թե կգնա կարձագանքի Փաշինյանին, ոչ թե կգնա սուր հարցեր կտա Փաշինյանին, սուր ելույթ կունենա, բոլորը ծափ կտա եւ կասեն ապրես տղա ջան, ապրես աղջիկ ջան քո սուր ելույթի համար, այլ կունենա կոնկրետ ծրագիր, որ Փաշինյանը մտնի իրենց օրակարգի մեջ եւ ոչ թե իրենք մնան Փաշինյանի օրակարգի մեջ։ Այս դեպքում կարող է եւ 31 թվականին ուժեղ Հայաստան դաշինքը նոր թափով մտնել ընտրությունների մեջ։ Բայց եթե սա չեղավ եւ իշխանությունը սկսեց զբաղվել մանդատագողությամբ, լիները արժանանալու են Հայաստան դաշինքի պատիվ ունեմ դաշինքների ճակատագրին, մաշվելու են որպես քաղաքական միավոր եւ պարզապես 31 թվականին էլի կմասնակցեն, էլի միգուցե ձայներ կհավաքվեն իրենց կապիտալի, հա, իրենց ռեսուրսի հաշվին, բայց դա արդեն կլինի ավելի քիչ, ինչպես եղավ Քոչարյանինը։ Եթե ուզում են իշխանություն վերցնել, իրենք ավելի լավ է մնային դրսում եւ չգնային այդ ռիսկին, որովհետև իրենց ավելի հեշտ կլիներ դրսում խուսափել Փաշինյանի կողմից այդ 2/3-ը ապահովելու ճնշումներից, քան եթե իրենք գնում են հիմա ներս։ Իդեպ ուժեղ Հայաստանը եւ Հայաստան դաշինքը նաեւ մեկական մանդատ վերցնելով ԲՀԿ-ի ենթադրյալ ձայներից, եթե ԲՀԿ-ն իրապես, ես այդտեղ դատավոր չեմ ասում, ձեր քաղաքական խոսքի համաձայն պետք է ԲՀԿ-ն անցներ, բայց չի անցել ապօրինի, ես նման պնդում ոչ են կանեն, ոչ են, բայց այս ուժերը վերցնում են նաև ԲՀԿ-ի այդ ենթադրյալ մեկ մանդատը, չէ, այսինքն 11, եթե ԲՀԿ-ն ասում էր 11 լինելու էր Հայաստան դաշինքինը, 28 ուժեղ Հայաստանին է, հիմա իրենք ԲՀԿ-ից փաստորեն ստացվում է մանդատ են վերցնում ՔՊ-ի հետ միասին։ Այո։ Սա չի նշանակում, որ այսպես ասենք ԲՀԿ-ին այսպես պայմանական ասած զոհաբերելը այնպես չի, որ վատեր ամբողջ պատկերի համար։
Այո, այդ երկու ընդդիմադիր ուժերը, որոնք մտնելու են պարլամենտ, իշխանության հետ միասին իրենք լեգիտիմացնում են ԲՀԿ-ին դուրս թողնելու այս process-ը։ Եվ սրա համար էլ իրենք չեն ներվելու, ես ձեզ ասեմ, չեն ներվելու։ Բայց ոնց պետք է անել, ասեք, պետք է ասել մենք 29-րդ կամ 12-րդ մանդատը չենք վերցնում, այսինքն Չէ, իրենք պարզապես բոլոր մանդատները չպիտի վերցնեին։ Բայց ես ոնց որքանով հասկանում եմ, ներսում մեծ ճնշում կա, եւ երևի Քոչարյանի վրա եւ Կարապետյանի վրա, որ մենք ուզում ենք վերցնել այդ մանդատները, որտեղ այնտեղ մարդիկ կան, որ չեն մտել ցուցակ իշխանափոխություն անելու համար։ Այո, ոմանք արդեն իրենց, չգիտեմ, փոխվարչապետ էին զգում, նախարար էին զգում, այդ ամենը կար, բայց այդտեղ մարդիկ կային, որ ուղղակի իրենց մանդատ էր պետք։ Եվ հիմա եթե իրենք նույնիսկ հասկանում եք խնդիրը ինչումն է, ես որտեղ եմ տեսնում խնդիրը, արդեն դեռ պարլամենտ չմտած, կուր խմբակցություն չդարձած, տեխնացուները առանձին, միջև ուժեղ Հայաստանի որոշումը մանդատները վերցնելը, իրենք սկսեցին հարցազրույցներ տալ եւ արդարացնել, թե ինչու պիտի վերցնեն մանդատները։ Սա անթույլատրելի է, ոչ միայն այդ Գարղազարյանը, այնտեղ կանայք էլ կային, որ ասում էին, ինչի մենք պետք է վերցնենք մանդատները։ Եթե հասկանում եք, այս անկազմակերպվածությունը շարունակվեց եւ պարլամենտում, իմացեք, որ ընդդիմությունը, այդ պարլամենտական ընդդիմությունը հաջորդ ընտրությունների շեմին դուրս է գալու մաշված, ջակջակված, ծեծված եւ էլ չասեմ, արդեն իսկ ազգային ժողովի նախագահ չդարձած Ռուբինյանը արդեն իսկ սպառնալիքներ է հնչեցնում, որ կդաստիարակեմ ձեզ, այս կանեմ, այն կանեմ։ Իսկ դուք տեսնում եք այդպիսի հավանականություն, որ ԿՊ-ն ընդդիմադիր ուժերից падգամավորների գրավի։ Չէ՞ որ իրենք իշխող ուժ են եւ պաշտպանական ամբողջ հանգույցը կարող են տրամադրել այդ իրենց կողմը անցած падգամավորներ, այսինքն որևէ մեկը ակնհայտորեն նրանց չի կարող, այսպես ասենք, նեղացնել, հա, իրենք շատ օրորոցային պայմաններում կգնան ԱԺ, նախկին գործընկերները, եթե իհարկե այդպիսի բան լինի, էլի, նրանց չեն կարող թափ տալ, դուք այդպիսի ռիսկ տեսնում եք, ես ինչու եմ սա ասում, որովհետև Սամվել Կարապետյանը գաղտնի պլանից որ խոսում էր, ասում էր Ալեն Սիմոնյանի հեռացումն էլ է մեր գաղտնի պլանի մաս։ Ալեն Սիմոնյանին հեռացրել է Փաշինյանը, որովհետև Փաշինյանը ղեկավար է, ով իր գործընկերներին, իր հետ ճանապարհ անցած մարդկանց մեկ պաշտոնում երկար չի թողնում, որովհետև դա սպառնալիքներ է ստեղծում իր իշխանության համար։ Եթե դուք ուշադիր նայեք, ոչ Արարատ Միրզոյանը մնաց, հա, ոչ մեկին ինքը չի թողնում մեկ պաշտոնին, որը կարող է գլխացավանք հետո դառնալ։ Ինչու քաղաքացիական պայմանագրում նոր լիդերներ չեն աճում։ Եթե Փաշինյանը չլինի, ԿՊ-ն չի լինելու։ Ինչու այդ լիդերները չեն աճում, որովհետև Փաշինյանը գիտի ոնց սանձել բոլորին։ Եվ այդ սանձելու ձևերից մեկն է նաև տալ պաշտոն ինքնադրսևորվելու, հա, կուրծք ծեծելու Փաշինյանի համար, հետո հեռացնելու։ Այսինքն պետք է գործոն չերևա ձեր կարծիքով ԿՊ Նիկոլ Փաշինյանից հետո։ Այո, որովհետև մեկը չի կարող։ Դեպքում ռեյտինգներով երկրորդներ, եթե չեմ սխալվում, հիմա դա մի փոքր դիվանագիտական այս իրավիճակն է ազդում այդ ռեյտինգի վրա, բայց դա կապ չունի, եթե վաղ Արարատ Միրզոյանը որոշեց վարչապետի տեխնատություն դնել, փաստ չի, որ ինքը կդառնա վարչապետ։ Ինչ վերաբերում է հավանականությանը, որ կտանեն մարդիկ թե չէ, բացի հավանականությունը մենք դա արդեն տեսել ենք։ Նախորդ պարլամենտում մենք տեսել ենք ոնց բզիկ արեցին եւ պատիվ ունեմ դաշինքը եւ Հայաստան դաշինքը։ Հիմա դե կասեք Սամվել Կարապետյանն է ինքն է գրել ցուցակը, այնտեղ մարդիկ են իրենից կվախենան, ինչի Քոչարյանից չէին վախենում, այնպես տարան, որ ինքն էլ երևի չհասկացավ, թե ոնց տարան։ Հիմա տեսեք ինչ է ասում ուժեղ Հայաստան դաշինքի ներկայացուցիչները, ասում են կգնանք պարլամենտ եւ կստեղծենք այնպիսի իրավիճակ, որ եթե մեզ պետք եղավ, մենք ԿՊ-ից մարդ ներգրավենք մեր կողմը, մենք դա կանենք։ Հա, դա մեծագույն խաբեություն է, որովհետեւ դա փորձել ենք մենք, որ ամենամեծ հավանականությունը մենք ունեինք, որովհետեւ ոչ նախկին էինք, ոչ սև էինք, ոչ, չգիտեմ, ռուսական օլիգարխ էինք, որ հասկանում եք, դա փորձել են անել այս խորհրդարանում, որը արդեն
իրերը հավաքել եւ գնում է, եւ դա չի ստացվել, եւ դա չի էլ ստացվելու, այսինքն դա ինքնախաբեություն է։ Բայց հակառակ կողմից, որ Փաշինյանը կտանի, մենք դա արդեն դա տեսել ենք։ Որովհետեւ եթե ԿՊԱ-կանները լքում են իշխանական նավը, նրանք անվտանգության խնդիր են ունենում։ Բնականաբար ոչ միայն անվտանգության, ինչպես ժողովուրդն է ասում նախ թողած միսիայի հետևից ընկնենք, այդպես չի լինում։ Հատկապես որ քրեական գործեր են հարուսվում շատ կարճ ժամանականցային։ Եվ նաև կան երկու դաշինքներում էլ կան մարդիկ, ովքեր խոցելի են, ունեն ինչ-որ անցյալ եւ ուժեղ Հայաստանում եւ Հայաստան դաշինքում եւ այդ մարդիկ հայտնվելու են իշխանության ճնշումների տակ բնականաբար։ Դրա համար միջև պարլամենտ գալը պետք է նաև մտածել ում տանել, որպեսզի իշխանությունը չկարողանա զբաղվել մանդատագողությամբ։ 105 հոգու հանեցին ցուցակից, ենթադրվում է անձինք ում վրա վստահ չէին, սա զուտ ենթադրվում է, էլի, այսինքն այդ անձանց նկատմամբ կարող է լինել, վիրավորական չընկալվի։ Բայց հաշվով իրենց պետք էլ չէր այդ 105 հոգին, երևի մտածում են, որ կլինի ինչ-որ ֆորս մաժորային իրավիճակ, որ իրենց վերջին միջոց ելքը կլինի մանդատները դնել եւ դուրս գալը։ Օրինակ, եթե չգիտեմ, զգացին, որ 2/3-ի պահը սահմանադրության պահը չեն կարողանում իրավիճակը կառավարել, թողեն մանդատները դնեն դուրս գան։ Միգուցե այդպիսի բան իրենք քննարկում են։ Հետո, հա։ Բայց ես ձեզ ասեմ, իրենց ցուցակի դիմաց շարված մարդիկ ավելի դժվար կհրաժարվեն մանդատից, քան վերջի 105-ը, ում իրենք հանել են։ Այսինքն սա եւս կամավորի աշխատավարձով ապրել է հետվատ բան չէ, մարդիկ ովքեր չունեն քաղաքական կենսագրություն եւ եկել են տարբեր տեղերից։ Հետո ուրիշ բան էլ կա, այդ մարդիկ գալիս են, սկսում են իշխանության հետ գնալ գործուղումների, սկսում են նրանց հետ մտնել առևտրի մեջ, հա, ձևավորում են լավ հարաբերություններ, հա, մարդիկ տեսնում են օբյեկտիվների առաջ իրար քննադատում են, ծեծում են, բայց ասենք կուլիսների հետևում մենք էլ ենք էլ այդ ամեն ինչը տեսել, անցել ենք դրա մեջով, գիտենք։ Դուք էլ եք իշխանության հետ լավ հարաբերությունների մեջ։ Մենք իշխանության հետ ոչ ունեցել ենք լավ հարաբերություններ, ոչ ունեցել ենք վատ հարաբերություններ։ Մենք փորձել ենք դիրքավորվել որպես կառուցողական ընդդիմություն, քննադատել, երբ որ կա քննադատելու տեղ, բայց մենք մեր բախտը չի բերել այն առումով, որ դրանք հետ հեղափոխական, այսպես ասած, ժամանակներն էին, մարդկանց աչքերը փակ էին եւ իրենք ոչ մի քննադատություն լսել չէին ուզում։ Եթե չեմ սխալվում, Էդմոն Մարուքյանին մեղադրում էին Փաշինյանի հետ սուրճ խմելու մեջ, այդ հետաքրքիր բանավեճ էր ծավալվել, նա էլ Ռուբինյանի եւ Աշոտյանին էր մեղադրում լատենտ սուրճ խմելու մեջ, հետաքրքիր ժամանակ։ Սովորաբար այդպիսի մեղադրողները իրենք առաջինն են դա անում եւ իրենք էլ հակված են դա անելու։ Իսկ խնդրեմը նաեւ այն չի, որ քաղաքական գործիչները այդ արմատական, չգիտեմ, ծայրահեղական ֆոնը ստեղծում են քաղաքական, դա շատ հաճախ արհեստական է, գանք իշխանության կախելու ենք կամ հիմա եկանք իշխանության կազմակերպելու ենք, այդ օլիգարխիաներն են, դա տեղի չի ունենում իրականում։ Կոգնիտիվ դիսոնանս երևույթը բոլորի ծանոթ է, չէ՞, եւ մարդիկ հիասթափվում են, իսկ հնարավոր չի այդքան չծայրահեղականացնել քաղաքական դաշտը, ասել այո, մենք ունենք տարբեր պատկերացումներ, օրինակ Հայաստանի զարգացման վերաբերյալ, մեկը ԵՏՄ-ում է տեսնում, մեկը ԵՄ-ում եւ այլն, բայց մենք թշնամի չենք, մենք չգիտեմ, իրար սպանելու կողմնակից չենք։ Այս երկրորդ բլոկը ինչու հնարավոր չի, թե պետք էլ չի որ ձգտել դրան։ Իրականում այդ երկրորդ բլոկը տեղի է ունենում։ Լիդերների մակարդակով սովորաբար միմյանց քննադատում են, բայց թշնամության մակարդակ չի լինում, բոլորն էլ տեղ են թողում իրար հետ խոսելու։ Եթե կան միամիտներ, որ կարծում են, որ Սամվել Կարապետյանը Փաշինյանի հետ չի շփվում կամ չի շփվելու, չարաչար սխալվում են։ Այդ արմատական ծայրահեղ ֆոնը ստեղծում են ստորին հատվածներում, հա, ոնց որ լոկոմոտիվները իրար զինվորները, այսինքն։ Զինվորները, այո, շախմատի տախտակի վրա զինվորները։ Հասկացա։ Դրա համար երբեմն այդ մարդիկ, որ իրար հետ անձնապես թշնամանում են, անցնում են սահմանները, սկսում են իրենց միմյանց նկատմամբ վիրավորանքներ հնչեցնել, միշտ թող հիշեն, որ իրենց շեֆերը իրար հետ պայմանավորվելու են, հետո վերջում լավ լինեն, իրանք մնալու են թշնամիներ։ Դրա համար քաղաքական հակառակորդության մեջ շատ կարևոր է պահել այդ սահմանները։ Հա,
շատ կարևոր է նաև թե ինչպես է տեսնում եւ ինչպես է ուղղորդում լիդերը։ Այդ պահին պետք է դա անել, բայց պետք է դա անել սահմաններում, առանց էմոցիաների, առանց մի քիչ սառը մտքով անել եւ տեղ թողնել հետո։ Կամուրջները չայրել, այսպես ասած։ Այդտեղ մի խնդրեմ էլ երևի կա, դա մեր հասարակության ներսում եղած թշնամանքի ատելության, այդ գեներացիան է, որ անընդհատ տեղի է ունենում, ունենալով քաղաքական կուրքեր, մեկը Փաշինյանական է, մեկը Կարապետյանական, մյուսը Քոչարյանական եւ այլն, նրանք հետևում են իրենց կուրքի հրահանգներին, այսինքն կապ չունի կուրքը լավ հրահանգ է տալիս, վատ, կարող է հրահանգ չտալ, վարքագծով դատում են, հա, եւ ծառայությունն էլ է երբեմն։ Եվ իրենք իրենց հարևանի հետ ձմերուկ ուտելու ժամանակ կամ սուրճ խմելու ժամանակ իրենք տեղափոխում են այդ աուրան, իրենց հարևանություն եւ թունավորում են իրենց կյանքը։ Այս խնդիրը շատ շուտ բանց կա, բայց լավագույն օրինակը Տեր-Պետրոսյանի օրինակն է ինձ համար, օրինակ, երբ որ նա հիշում ենք, չէ, ինչ դաժան բառապաշարով էր Քոչարյանին, Սարգսյանին ավազակապետական բուրգ եւ այլն քննադատում, բայց եկավ մի պահ, որ նա տեսավ համատեղ քաղաքական այսպես ուղու հնարավորություն 21-ին առաջարկեց իրենք անձամբ չլինեն, բայց քաղաքական թիմերը միասին գնան, չգնացին, բայց այդ ծայրահեղական թշնամանքից եկավ մի շրջան, որ նրանք պատրաստ էին, հա, առնվազն ինքը ամենասուր ընդդիմադիր գործիչը լինելով, այդ ուղին գնալ։ Ինչու թշնամացնել մարդկանց իրար հետ։ Այս դուք այսպես ասենք ոչ ակտիվ, հա, գոնե քաղաքական գործիչ լինելով կարող եք ինչ-որ առաջարկ անել այստեղ։ Գիտեք, այստեղ շատ բան կախված է առաջնորդից։ Եթե քո առաջնորդին վիրավորում են, այո, բոլորը պետք է պաշտպանեն նրան, որովհետև դա քո առաջնորդն է։ Բայց նորից եմ ասում, դա պետք է անել այնպիսի սահմաններում, որ դա մնա քաղաքականի մեջ, անձնական տիրույթ չմտնի։ Երբ որ մտավ անձնական տիրույթ, դա արդեն այլ հարց է դառնում, հա, կոպիտ ասում, այլ բազար է դառնում։ Այո։ Իսկ ինչու եմ ասում առաջնորդից է կախված։ Կան առաջնորդներ, որոնք միջև վերջ շահագործում են, իրենց նպատակը շահագործել իրենց, հա, շուրջ հավաքված մարդկանց։ Թիմերին, այո։ Հա, ու երբ որ խնդիր է լինում, որ իրեն պետք է պաշտպանեն, ինքը իր կողմից չի սահմանում այդ խաղի կանոնները, ասում է գնացեք հարցակվեք, թե հիմա ոնց կհարցակվեք, իրար ոնց կուտեք, ոնց կհոշոտեք, դա ձեր խնդիրն է։ Բայց առաջնորդը, որը ուզում է ինքը ստեղծի այդ քաղաքական խաղի կանոնները եւ խնդիր բազարը պահի քաղաքական տիրույթում, ինքը պետք է ուղղորդի այդ մարդկանց, նաեւ կրթի, հա, այստեղ կրթական բաղադրիչն էլ կա, որ տղա ջան, աղջիկ ջան, նոր ես մտել քաղաքականություն, լավ ես արել, բայց մի հայհոյիր։ Ես քեզ թույլ չեմ տվել հայհոյեմ, ես ինչ կասեմ, առաջնորդների մեջ ինչ կլինի, բայց եթե դու ինձ պետքա պաշտպանես, ուրեմն պահպանում ենք այս խաղի կանոնները, որպեսզի մենք մնանք քաղաքական եւ նաեւ հանրության կողմից ընկալումները մեր նկատմամբ հակասական չլինի։ Իսկ հասարակական ատելության մթնոլորտը ոնց է հնարավոր ձեր կարծիքով մեղմացնել առնվազն ես այդ իդեալիստական, չգիտեմ, համերաշխության մթնոլորտին մի քիչ չեմ հավատում, որովհետեւ մարդիկ ունեն տարբեր գաղափարներ, ինչը շատ լավ է, եւ բանավեճը իրենից ենթադրում է նաեւ շիկացում կրքերի, բայց կա մի սահման իրար հանդուրժելու, հա, իրար գոյությունը հանդուրժելու սահման, որ հաճախ մենք տեսնում ենք հատկապես թեժացումների ժամանակ հատվում է այդ սահմանը, եւ սոցցանցերում ուղղակի ահավոր վիճակ է դա առումով։ Սոցցանցերը լավ նշեցիք, որովհետեւ դրա գլխավոր պատճառներից մեկը սոցցանցերն են։ Վիրտուալ տարածքը փչացնում է իրական կյանքը այդ առումով եւ վիրտուալ տարածքում բոլորը առյուծ են։ Իրական կյանքում նապաստակ են։ Վիրտուալ տարածքում բոլորը հայհոյում են եւ դրա համար չեն կրում պատասխանատվություն, բայց որ իրական տարածքում հայհոյեն, կարող է մի հատ կներեք մրցին ուտեն։ Հա։ Բռնության կոչ չհնչի, բայց դա այդպես է։ Այստեղ խոսքի արժեքը եւ քաղաքական գործիչները, հա, եւ հանրային գործիչները չեն գնահատում իրենց խոսքի արժեքը։ Հանրային ատելությունը կարող է մեղմացվել միայն այն դեպքում, երբ որ քաղաքական դաշտում, հանրային դաշտում կլինի ինչ որ չափով սոլիդարություն այն հարցի շուրջ, որ չենք հայհոյում։
Բայց ես այս ապագային այդքան էլ չեմ հավատում, որովհետև վիրտուալ կյանքը դարձել է գործիք, քաղաքական կարևոր գործիք եւ այդ գործիքը օգտագործում են հայհոյելու ու քաղաքական դաշտը փչացնելու համար։ Վառելիք է անհրաժեշտ, այո, վառելիք է, այդպես ավելի հեշտ է հասնել ընտրողին, հա, բորբոքելու ընտրողի, չգիտեմ, կրքերը, ատելությունը։ Այս առումով ԱԺ-ն երևի նոր ԱԺ-ն բավականին հետաքրքիր հարթակ կլինի, չէ՞։ Բան չի փոխվելու, հռետորաբանության իմաստով բան չի փոխվելու։ Միայն ուժեղ Հայաստան դաշինքի ներկայացուցիչները կփորձեն առաջին 3 ամիսը հարմարվել այդ իրավիճակին, կունենան երևի թե կիրթ ելույթներ, հետո կհասկանան, որ այդ միջավայրում իրենք պետք է ոնց որ ադապտացվեն ու նորից մենք կտեսնենք այն, ինչ որ կտեսնենք, որը շատ ցավալի է։ Նորից եմ ասում, ես 100%-ով պեսիմիստ չեմ նրանց ճակատագրի հարցում, բայց պետք է խելոք վարվեն, որպեսզի քաղաքականապես չմաշվեն, պետք է շատ խելոք վարվեն։ Առանց էտել իրենց ռեյտինգը ընտրություններից հետո էլ ավելի իջել է, որ իրենք վերցրել են մանդատները։ Ես իրենց չեմ ընտրել, բայց իմ շրջապատում կան մարդիկ, ովքեր ընտրել են, որ իրենք վերցրել են մանդատները եւ հատկապես այնից հետո, երբ որ ԲՀԿ-ի հանդեպ այդպես վարվեցին, էլի։ Շնորհակալ եմ զրույցի համար, կհետևենք Factor TV-ում հյուրընկալել ենք Անի Սամսոնյանին։